Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօր հարցնում է քաղաքացին հաղորդաշարի 7-րդ թողարկման ընթացքում պաշտպանության և անվտանգության ոլորտին առնչվող հարցերին կանդրադառնան Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և նույն հանձնաժողովի անդամ Ազգային ժողովի պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը։ Սույն ձևաչափը չափազանց կարևոր է քաղաքացիների և կառավարության անդամների ու Ազգային ժողովի պատգամավորների միջև փոխգործակցության մակարդակն ավելի բարձրացնելու տեսանկյունից, նախքան տեսահարցերին անցնելը, որոնք մենք ստացել ենք սահմանված ժամկետում մեր քաղաքացիներից, խոսքը կփոխանցեմ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ներկայացնելու այս ընթացքում պաշտպանության նախարարության նախաձեռնած բարեփոխումների ընթացքին։ Խնդրեմ պարոն նախարար։ Հարգելի հայրենակիցներ, նախ ուրախ եմ այս ձևաչափով ձեզ հետ հաղորդակցվելու համար։ Շատ կարևոր եմ համարում այս ֆորմատը ձեր կողմից հարցերի հնչեցումը և մեր կողմից դրանց լուծումների կամ ընթացքի մասին պատասխանները հնչեցնելուց և օգտվելով առիթից ես մի շարք հարցերի կուզեմ անդրադառնալ, մասնավորապես սա լավ հարթակ է, որ կարողանանք մեր ընթացիկ բարեփոխումների մասին ինֆորմացիա հաղորդենք հանրությանը և ես թերևս այսօր կանդրադառնամ մի քանի կարևոր ուղղությունների։ Դրանք բխում են Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգից և նպատակ ունեն մեր բանակը ավելի ուժեղ ու պաշտպանունակ դարձնելուն։ Նախ կրթությանն եմ ուզում անդրադառնալ։ Գիտեք, որ վերջին տարիներին մենք էական փոփոխություններ ենք արել կրթության ոլորտում։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, որ հանդիսանում է մեր սպաների ձևավորման հիմնական կրթօջախը, մենք մի շարք սոցիալական և խրախուսական մեխանիզմներ ենք ներդրել և ևս մի անգամ ես ուզում եմ հնչեցնել դրա մասին, որ հասարակության ավելի լայն շրջանակներ սրա մասին տեղեկացված լինեն։ Նրանք, ովքեր գիտեն, տեղեկացնեմ, որ արդեն իսկ հաջորդ տարի 26 թվականին մենք կունենանք առաջին շրջանավարտները, ովքեր ավարտելուց և նշանակում ստանալուց հետո կունենան բնակարան, այսինքն սպան, որը կնշանակվի X օրամասում ծառայության, միանգամից իր կողմից արդեն վաղօրոք ընտրած բնակարանը կստանա, որը նա կարող է օգտագործել իր ծառայության ողջ ժամկետի ընթացքում, մի իրավունք չի ունենա ընդամենը այն վաճառել, ամբողջությամբ բնակարանը կլինի նրանը, կարող է վարձակալության տալ, կարող է այնտեղ ինքը բնակվել, ընտանիքի անդամները, այսինքն ըստ էության միայն վաճառքի իրավունքից է զրկված լինելու։ Սա շատ կարևոր հանգամանք եմ համարում, որովհետև այսօր էլ մեր շատ սպաներ ծառայող շարունակում են բնակարանի խնդիր ունենալ և մեր բարեփոխումների մի զգալի հատվածն էլ նախկինում կուտակված այս խնդիրները լուծելուն են միտված և հիմա լայն հնարավորություն է ստեղծվել ապագա սպաների համար, որ նրանք սոցիալական այս կարևոր խնդիրը լուծած մտնեն կյանք։ Եվ կոչ եմ անում մեր հանրությանը, մեր պատանիներին որոշում ընդունել դառնալ սպա, որովհետև բացի բնակարանային ապահովությունը, մենք նաև երաշխավորում ենք բժշկական ծառայություն, ապագայում դա կդառնա բժշկական ապահովագրություն, ինչպես նաև բարձր աշխատավարձ և կարծում եմ հասարակության մեջ քաղաքացին իր տեղը գտնելու համար կարող է այս կարևոր որոշումը ընդունել և դառնալ մեր հասարակության թերևս իմ դիտանկյունից ամենապիտանի մասնագիտություններից մեկը զինվորականի և սպայի բարձրագույն կոչումը ստանալու։ Մյուս հարցը, որը նույնպես կարևոր է բարեփոխման մեր կարևոր բաղադրիչներից է, պրոֆեսիոնալ բանակի ստեղծումն է և այս ճանապարհին մենք ունենք մի շատ կարևոր ծրագիր, որը կոչվում է Պաշտպան հայրենյաց։ Շուրջ 2 տարվա ընթացքում մեր շարքերն են համալրել ժամկետային շարքային 4225 զինծառայող, ովքեր այլևս պայմանագրային զինծառայողներ են և նրանք պայմանագիր են կնքել Պաշտպանության նախարարության հետ 5 տարով և առաջիկա 5 տարիների ընթացքում նրանք լինելու են մեր բանակի հիմնական կազմը, ում վրա մենք մեծ շեշտ ենք դնում և կրկին անգամ կոչս է հանրությանը, որ
իրենց տղաներին բանակ ուղարկելուց, նույն երիտասարդներին, ովքեր զորակոչվելու են բանակ, ուշով ուսումնասիրել այս ծրագիրը, այն ենթադրում է 6 ամիս ուսումնական զորամասում ծառայություն անցնելուց հետո, անցնել պայմանագրային ծառայության 5 տարի պայմանագրով, ստանալ երաշխավորված բարձր աշխատավարձ, իհարկե եթե ֆիզիկական պատրաստությունը եւ գիտելիքները բավարարում են, որպեսզի նրանք ատեստավորվեն, այսինքն ատեստավորման արդյունքում երիտասարդները կարող են ստանալ զգալի աշխատավարձ։ Եվ քանի որ խոսեցի ատեստավորման մասին, մեր մյուս կարևոր բարեփոխումը դա զինված ուժերի բանակի բոլոր պայմանագրայինների ատեստավորումն է, այսինքն շարքային կազմից մինչև գլխավոր շտաբի պետի տեղակալներ։ Սա հնարավորություն է տալիս նրանց ատեստավորման արդյունքում ստանալ բավականին բարձր աշխատավարձ, շուրջ 205-ից մինչև 470,000 դրամ աշխատավարձի մասին է խոսքը, որպես հավելյալ նկատի ունեմ, այսինքն գործող աշխատավարձին կավելանա 205-ից մինչև 470,000 դրամ աշխատավարձ։ Այսօր մենք ունենք բազմաթիվ երիտասարդներ, պայմանագրայիններ, հասուն սպաներ, ովքեր բավականին բարձր բավարարում են ստանում եւ լուծում են իրենց սոցիալական եւ կենցաղային հարցերը, ինչը հնարավորություն է տալիս նրանց ավելի ներգրավված լինել զինվորական ծառայության մեջ ավելի պակաս հոգսերով եւ սա իհարկե շատ կարեւոր մոտիվացիա է զինվորական դառնալու կամ զինվորականի մասնագիտությունը ընտրելու ուղղությամբ։ Հարգելի հայրենակիցներ, ես իհարկե դեռ երկար կարող եմ թվարկել, ինչպիսի բարեփոխումներ են իրականացվում բանակում, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք հիմա հնարավորություն ենք ունենալու լսել ձեր հարցերը եւ ավելի թիրախային արձագանքել դրանց, ես այսքանով կավարտեմ իմ ելույթը եւ կխնդրեմ արդեն անցնենք հաջորդ ֆորմատին։ Շնորհակալություն, պարոն նախարար։ Խնդրեմ տեսահարցերը։ Բարև պարոն նախարար, ես Բայստազորի սպա Աշոտ Գեղամի Հարությունյանն եմ, 2004 թվականին ներկայացրել եմ փաստաթղթերը բնակապահովման համար, ինձ պատասխանեցին, որ իմ գրանցման վայրում ինձ հասանելիք բնակմայրերեսը 7 մետր քառակուսուց շատ է եւ իմ փաստաթղթերը հետ են վերադարձրել։ Երբ ամուսնացա եւ 2 երեխա ունենալուց հետո, տվյալ պայմաններին բավարարելուց հետո ես նորից ներկայացրեցի դիմում։ Պատասխանեցին, որ տվյալ ծրագիրը այլևս չի գործում եւ իմ փաստաթղթերը նորից հետ են ուղարկել։ Հիմա հարց. կա արդյոք ինչ-որ աջակցության ծրագիր իմ նման սպաներին համար եւ ինչ ձևով կարող ենք օգտվել այդ ծրագրերից բնակարանային վիճակը բարելավելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ես նախ պիտի նշեմ, որ 2019 թվականից այլևս հերթագրումը եւ սպաներին բնակարան հատկացնելու ծրագիրը չի գործում եւ մինչ օրս մենք շարունակում ենք լուծել այն մարդկանց խնդիրները, ովքեր տարիներ շարունակ եղել են հերթագրված։ Այստեղ շատ կարևոր է հերթագրված լինելու հանգամանքը։ Ես ինչպես հասկանում եմ, դուք հերթագրված սպա չեք հանդիսանում եւ միակ լուծումը, որ Պաշտպանության նախարարությունը կարող է ձեզ առաջարկել, այսօրվա մեր ընթացիկ ծրագրերն են։ Ես կոչ եմ անում ձեզ կրկին վերադառնալ զինված ուժեր, հաշվի առնելով, որ մեր մոտ գործում է նաեւ Պահեստազորում գտնվող մեր սպաներին վերադարձնելու ծրագիրը, այն է, նրանք կարող են մինչեւ գնդապետի կոչում, փոխգնդապետները ներառյալ կարող են ներկայանալ ծառայության, նշանակվել, պահպանել թոշակը, զինվորական թոշակը եւ միևնույն ժամանակ անցնելով ծառայության հնարավորություն ունենալ օգտվելու մեկ այլ ծրագրից, որը զինծառայողների, այսինքն կրտսեր ենթասպայական եւ սպայական համակարգին տրամադրվող վարկային կամ հիպոթեկային արտոնյալ ծրագիրն է, որի միջոցով տարեկան 500 սպա կարողանում է բնակարան գնել եւ էապես բարելավել իր սոցիալական պայմանները։ Կոչս եւ խնդրանքս դիմել եւ դառնալ զինված ուժերի սպա, կրկին վերադարձեք եւ մեր աջակցությամբ լուծեք նաեւ ձեր խնդիրը։ Եվ ձեր չգրանցված լինելը ուղղակի այսօր մեզ թույլ չի տալիս, որ մենք կարողանանք լուծել ձեր նախկինում եղած խնդիրը, որը կարծում եմ, եթե չեմ սխալվում, ծագել է 2004 թվականին կամ 2002 թվականին։ Տարիքային սահմանափակում չունեք բնորոշ։
Տարիքային սահմանափակում բնականաբար ունենք, բայց գործընկերոջ նայելով ես տեսնում եմ, որ նա դեռևս գտնվում է տարիքային խմբում, որ կարող է ծառայել, ավելին ասեմ, առաջիկայում այստեղ էլ որոշակի փոփոխություններ ուզում ենք անել, մանավանդ սպաների համար բավականին բարձր է տարիքային շեմը եւ գործընկերը կարող է հանգիստ վերադառնալ, մենք սիրով նրան կսպասենք։ Շնորհակալություն, խնդրեմ հաջորդ հարցը։ Ես Անտոն Սուրենի Ասերյանն եմ, 24 տարվա ծառայողական ստաժով Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերից անցել եմ կենսաթոշակի։ 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից որպես կամավոր մեկնել եմ առաջնագիծ, նշանակվել եմ գումարտակի հրամանատարի պաշտոնում ու պատվով կատարել իմ առջև դրված խնդիրները։ 2013 թվականից հերթագրված եմ որպես բնակարանի շահառու, չեմ ունեցել եւ մինչ օրս էլ չունեմ ինձ պատկանող որևէ անշարժ գույք։ 2013 թվականից ի վեր առանց արժանահավատ բացատրության ես չեմ ստացել ինձ հասանելիք բնակարանը։ Ձեր քաղաքական ուժը բազմիցս շեշտել է սահմանադրության 3-րդ հոդվածը։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին բարձրագույն արժեք է։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ով իր կյանքից 24 տարի նվիրել է պետությանը, օրենքին, ծառայել բարեխիղճ ու ազնիվ։ Իմ բնակարանի համար հերթագրումից 10 տարի անց ցանկանում եմ իմանալ, թե ինչու չեմ ստացել ինձ հասանելիք բնակարանը եւ երբ կստանամ այն։ Շնորհակալություն։ Նմանատիպ խնդիրը ինչ որ նախորդ հարց տվողին է, բայց այստեղ հանձնաժողովը նույնպես տվյալ հարցի հետ կապված մենք բացակայում է եւ այդ խնդիրների լուծման հետ մեկտեղ այն ինչ որ նկարագրեց պաշտպանության նախարարը, կարծում եմ, որ նմանատիպ մեխանիզմ պետք է տեսնել նաեւ ներքին գործերի նախարարության համակարգում եւ այդ մեխանիզմը հնարավորություն կտա նաեւ տարիքային սահմանափակումները, եթե մենք կարողանում ենք կառավարելի դարձնենք իրականություն։ Ես կարծում եմ այդ ճանապարհը ամենառացիոնալը կլինի նմանակելով պաշտպանության նախարարության արդեն ձևավորված մեխանիզմները։ Շնորհակալություն։ Ես հավելեմ ուղղակի հարգելի քաղաքացին ներքին գործերի նախարարության շահառու էր, ըստ էության հարցը պաշտպանության նախարարի տիրույթում չէր, պարոն Քոչարյանը արձագանքեց դրան, այնուամենայնիվ մեր դռները բաց են նաև այլ սպաների համար եւ այսօր կալ ծառայել զինված ուժերում հնարավորություն կա նաև ներքին գործերի նախարարության պահեստազորում գտնվող կամ կադրերի ռեզերվում գտնվող զինծառայողների համար, սպաների համար։ Առավելևս, որ հարց տվողը ըստ էության զորքերի ներկայացուցիչ է, ներքին զորքերի իհարկե, եւ նաեւ պատերազմի մասնակից 44-օրյա եւ նախարարի առաջարկը, որ օգտվենք նախարարության ընձեռած հնարավորությունից, դա ճանապարհ է լուծել նաեւ սոցիալական խնդիրը եւ ծառայության խնդիրները։ Այնպես որ հարգելի պարոն Ասերյան, եկեք միասին, եթե խնդիրներ ծագեն, ելի հասանելի կլինենք ձեր համար, թե պաշտպանական գերատեսչությունում, թե ազգային ժողովում, եւ գտնենք միասին այդ լուծումները։ Շնորհակալություն, խնդրեմ հաջորդ հարցը։ Պարոն նախարար, աշխարհում տեղի ունեցող հակամարտությունները այսօր ապացուցում են, թե որքան կարևոր է ունենալ տեղեկատվական զորքեր որպես առանձին զորատեսակ։ Խնդրում եմ բարձրաբանել, թե ինչու մինչ օրս հայկական բանակում մենք չունենք նմանատիպ զորք եւ երբ է լրացվելու այդ բացը։ Շնորհակալ եմ։ Առանձին զորատեսակ այո չունենք, դուք ճիշտ եք, շատ կարևոր հարց եք իդեպ բարձրացնում, բայց ես պիտի նշեմ, որ այսօր մեր նախարարության կազմում կան ստորաբաժանումներ, որոնք ձեր բարձրացրած հարցը իրենց լիազորությունների սահմանում որոշակիորեն իրացնում են։ Մասնավորապես ես շեշտը կդնեմ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության վրա, որը վերջին տարիներին իրական աշխատանք է կատարում այս ուղղությամբ, մասնավորապես մեզ համար կարևոր է, որպեսզի մարդիկ մեծ նշանակություն տան եւ ժամանակ տրամադրեն մեդիա գրագիտությանը, այս ուղղությամբ առաջին հերթին մեր թիրախը իհարկե զինված ուժերն են եւ թե բանակային կորպուսներում եւ թե նաեւ այլ ստորաբաժանումներում տարվա կտրվածքով տեղի են ունենում ուսուցման ծրագրեր, ինչպես նաեւ վարժանքներ, որոնք միտված են մեր բանակի զինծառայողներին ավելի գրագետ դարձնելու, ավելի զգույշ դարձնելու, ավելի գիտակից դարձնելու, որպեսզի նրանք չհայտնվեն թիրախի դերում։ Այստեղ կարևոր է նաև կապը լրատվամիջոցների հետ եւ ԶԼՄ-ների հետ աշխատանքի շրջանակներում նույնպես մենք տարվա ընթացքում ունենում ենք
զորավարժություններ, վարժանքներ, որը միտված է պաշտպանության նախարարություն, զանգվածային լրատվության միջոցներ, հասարակություն կապի պահպանմանը, ամրացմանը եւ ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապի խորացմանը եւ այս շղթան բավականին լավ է աշխատում եւ հաշվի առնելով սրա կարեւորությունը մենք մշտապես լավարկում, բարելավում ենք մեր աշխատանքը այս ուղղությամբ։ Շնորհակալ եմ։ Ես ասեմ, որ նմանատիպ այս հարցի շուրջ քննարկում ունեցել ենք Վարդան պարոն նախարար 2 տարի առաջ միջազգային մեր գործընկերների հետ աշխարհի տարբեր բանակներ ունեն դա, դուք շատ լավ նշեցիք, որ այդ կառույցը ըստ էության չունենալով մենք ունենք արդեն այդ կառույցին համապատասխան ֆունկցիոնալ գործողություններ եւ մեր գործընկերը որ նստած է ցախ կողմում ինքը ըստ էության այդ կառույցի հիմքերում իրականացնող ծրագրերի այ մասնակիցը, Վարամ ջան, այդպես է, բայց բնականաբար հարցը շատ ակտուալ է, որտեղ տեղեկատվական պատերազմը, արդեն պատերազմ անունը մտել է տեղեկատվական դաշտ։ Իսկ պատերազմին դիմակայելու համար պետք է դրա հակամիջոցները մենք ունենանք։ Բնականաբար դա նույնպես նոր ուղղություն է ժամանակակից պատերազմների տրամաբանության մեջ եւ դա մենք պետք է կարողանանք նաեւ իրականություն դարձնել մեր բարեփոխումների տրամաբանության մեջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, խնդրեմ հաջորդ հարցը։ Բարև ձեզ, պարոն նախարար, ես Գորեն Հայրապետյանն եմ, ունեմ հետևյալ երկու հարցեր։ Առաջին հարցս վերաբերվում է զինծառայողների ատեստավորման գնահատման կարգին։ Ներկայիս գնահատման կարգի համաձայն զինծառայողի գնահատականի վերջնական արդյունք է համարվում նրա ստացած ամենացածր գնահատականը։ Սակայն եթե դուրս հանվեր գնահատականների ընդհանուր միջին թվաբանական, ապա կստանայինք ավելի բարելաված արդյունք։ Ավելի բարձ լինելու համար բերեմ հետևյալ օրինակը. զինծառայողը մասնակցել է ատեստավորման քննությանը եւ ստացել է 3 գերազանց գնահատական եւ 1 բավարար գնահատական։ Եթե դուրս անենք նրա գնահատականների ընդհանուր միջին թվաբանականը, ապա կստանանք լավ գնահատական։ Իսկ եթե ներկայիս ձևաչափով առաջնորդվենք, ապա նրա գնահատականը կստացվի բավարար։ Այս առիթով կցանկանայի տեղեկանալ, արդյոք նախատեսվում են գնահատման կարգում կատարել փոփոխություններ, ինչը կհանգեցնի գնահատման կարգի ավելի արդարացի եւ նախընտրելի տարբերակին։ Երկրորդ հարցս վերաբերվում է զինծառայողի առողջությանը։ Ունեմ դիմացնոտային ծամողական ապարատի ֆունկցիայի խանգարում։ Այս առիթով դիմել եմ զինվորական հոսպիտալ եւ այնտեղից տեղեկացել եմ, որ բուժման համար անհրաժեշտ օրթոդոնտ ծառայությունները բուժումների ցանկում ներառված չեն եւ տրամադրվող վիրահատական միջամտության համար անհրաժեշտ համավճարը կազմում է ընդհանուր բուժման վիրահատության ծախսի ընդամենը 6%-ը։ Կցանկանայի իմանալ, հնարավոր է արդյոք, որ օրթոդոնտ ծառայությունը եւս ներառվի բուժման ցանկում եւ վիրահատության ամբողջ ծախսը կատարվի պետպատվերի շրջանակներում։ Շնորհակալ եմ։ Երևի վերջից սկսեմ օրթոդոնտ ծառայության մասով նախ սա պաշտպանության նախարարի լիազորություններից դուրս հարց է եւ վերաբերում է առողջապահությանը։ Հարցի առնչությամբ ես քննարկում կունենամ առողջապահության մեր գործընկերների հետ, տիկին նախարարի հետ նաև հասկանալու համար առաջիկայում, քանի որ ամեն տարվա սկզբին հաստատվում է այդ ծառայությունների ցանկը, հասկանալու հնարավոր է արդյոք այս ծառայությունը ներառել ցանկում, այլ լուծում այս պահին չեմ կարող առաջարկել։ Անդրադառնամ ատեստավորման ծրագրին, շատ կարևոր է, որպեսզի մենք ատեստավորմանը վերաբերենք որպես ոչ միայն ֆինանսական վիճակի, զինծառայողի ֆինանսական վիճակի բարելավման ծրագիր, այլ զինված ուժերի, զինծառայողների մակարդակի բարձրացման։ Եվ մեր գնահատման համակարգը միտված է դրան, որպեսզի թե կազմակերպված եւ թե ինքնուրույն կամ այսպես կոչված ինքնակրթության, ինքնապատրաստության միջոցով զինծառայողի ֆիզիկական եւ գիտելիքների պաշարը մեծացնելու հարցին եւ պիտի նշեմ, որ ինչու է ընդունվել այս որոշումը։ Նախ սկզբնական շրջանում այո, միտք եղել է, որպեսզի մենք հանենք թվաբանական միջին, բայց հետագայում մենք որոշում ենք ընդունել այն տարբերակը, որ այսօր գործում է, այսինքն գնահատական վերջնական համարել ստացված ամենացածր գնահատականը
Սա մոտիվացիայի համար է, մենք ստեղծել ենք մոտիվացիոն համակարգ, որը նշանակում է, որ զինծառայողը պիտի ավելի ջանք գործադրի, որպեսզի կարողանա բոլոր առարկաներից, այսինքն եւ ֆիզիկական պատրաստությունից, եւ կրակային պատրաստությունից, եւ մասնագիտական գիտելիքների քննությունից եւ շարային պատրաստությունից դրսևորի հնարավորինս ավելի բարձր արդյունք։ Երբ որ մենք ամբողջությամբ մեր բանակի բոլոր զինծառայողներին ատեստավորման համակարգով անցկացրած կլինենք եւ կունենանք հնարավորինս ամենաբարձր արդյունքը, չեմ բացառում, որ այդ ժամանակ մենք այս որոշմանը կարող ենք հանգել, բայց քանի դեռ նաեւ հավասարության սկզբունքը հաշվի առնելով, քանի դեռ այս փուլում դեռևս ատեստավորման process-ը ընթացքի մեջ է եւ ատեստավորվել է զինված ուժերի զինծառայողների մոտավորապես 65%-ը, ես հիմա նպատակահարմար չեմ համարում գնալ այսպիսի փոփոխության, մանավանդ որ մենք կարգում ունենք նաև այնպիսի հնարավորություն, որ ատեստավորումից հետո զինծառայողը 1 տարվա մեջ 2 անգամ կարող է իր գնահատականը բարելավելու համար դիմել եւ վերաատեստավորվել։ Շնորհակալ եմ։ Ես հարցի կապակցությամբ պարոն նախարար ասեմ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում դիմացանոթային վիրավորում ստացած շատ զինվորականներ ունեինք եւ նրանցից շատերը ըստ էության տարբեր մեր բուժ հիմնարկություններում ստացան առաջնակարգ բուժ օգնություն եւ վերականգնվեցին եւ շատ դեպքերում նման վիրավորումը պատերազմի ընթացքում շատ հաճախակի է լինում գանգուղեղային, դիմացանոթային, աչքեր եւ ընդհանրապես եւ արժե եթե չկա ցանկում բուժօգնություն ստացողների հավելյալ այդ ավելացումը արժե ունենալ դիմացանոթայինի պարագայում եւս եւ ընդհանրապես բանակ զորակոչվողների մոտ եթե կա հիվանդություններ նրանք եթե ունեն զորակոչման, նույնիսկ այդ հիվանդությամբ զորակոչվող են, ապա նրանք բանակից պետք է զորացրվեն առողջ վիճակում։ Դա նշանակում է ուշադրության ավելի մոտեցումներ, իսկ ցանկը դա պետք է չազդի ծառայության, ընթացքի վրա, այլ ավելին մարդը, որ զորակոչվում է որոշակի խնդրով, պետք է ունենա հնարավորություն նաև բանակում ծառայության ընթացքում վերացնել այդ խնդիրները։ Իմ պատկերացումները այդպեսին, եթե օրենսդրական խնդիրներ կան, կարող ենք այդ խնդիրներին նույնպես առնչվենք եւ գտնենք լուծումներ։ Չէ, նաև պետք է հավելեմ, պարոն Քոչարյան, որ առաջիկայում առողջապահության ապահովագրման համակարգի ներդրումից հետո նմանատիպ հարցերը էապես կծածկվեն, կփակվեն եւ մենք այլևս նման հարցերի հետ առնչվելու անհրաժեշտություն չենք ունենա։ Բարև ձեզ, պարոն նախարար, ինձ մոտ եւ հասարակության շրջանում մի շատ կարեւոր հարց է բարձրացվել, արդյոք արդար է, որ խախտվում է հավասարության սկզբունքը եւ որոշումը չի տարածվում 2025 թվականին զորակոչված զինվորների վրա։ Ես ինքս զինծառայողի մայր եմ, որը զորակոչվել է 2025 թվականի ամռանը եւ շատ կուզենամ, որ ազդի 2025 թվականին զորակոչված բոլոր զինծառայողների վրա, չէ՞ որ օրենքը հավասար է բոլորի համար։ Ես ինքս շատ ուրախ եմ, որ արդեն որ պետք է լինի տարուկես, որ ծառային 18 ամիս, ես ինքս էլ ունեմ նորից երեխա, որ պետք է այսա բանակ գնա զորացրվի, բայց ամեն դեպքում ես շատ կուզենամ, որ դա ազդի նաև մնացած երեխաների վրա, որովհետև ես ինքս որպես մայր շատ ծանր եմ դա տանում եւ տեսնում եմ ինչպես են իրենք նույնպես դա շատ ծանր տանում, որ ինչով են իրանք տարբերվում, որ իրենք պետք է ծառային 2 տարի, իսկ մնացածը այդ նույն թվականի ծնված 2027 թվականին ծնված երեխաները ծառային տարուկես, չէ որ արդար չէ, խնդրում եմ վերանայեք, շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ կարևոր հարցի համար, իրականում հարցերից երևում է նաև, որ այս հարցը շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեր հանրության շրջանում եւ եւս մի անգամ ապացուցում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք եւ այս կարևոր բարեփոխումը սպասված էր ու անհրաժեշտ։ Նախ արդարության մասին, օրենք այո հավասար է բոլորի համար, ուժի մեջ մտնելուց հետո։ Երբ մենք խոսում ենք օրենսդրական փոփոխության մասին, երկար ենք քննարկել իդեպ մեր խորհրդարանական գործընկերների հետ եւ նաեւ այլ հասարակության տարբեր շահագրգիռ շերտերի հետ, այստեղ երկու հանգամանք կա։ Նախ
ինչպես նշեցի, արդարության սկզբունքը ամբողջությամբ պահվում է, քանի որ մենք օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն նախատեսում ենք հունվարի սկզբից զորակոչվող բոլոր երիտասարդների վրա տարածել, ի տարբերություն մեր նախորդ որոշման, երբ այն պիտի կիրարկվեր հունիսից, եւ այո, հավասարության սկզբունքը հաշվի առնելով մենք որոշումը տեղափոխեցինք հունվար եւ դեռևս չզորակոչված բոլոր երիտասարդների վրա այն տարածվելու է, այսինքն սրանով նույնպես հավասարության սկզբունքը պահպանվում է, այն արդյոք լավ կլիներ, որ դա տարածվեր նաեւ գործող զինծառայության մեջ գտնվող երիտասարդների վրա։ Իհարկե կարող է դա հաճելի լինել նրանց ընտանիքի անդամների համար ու նրանց համար, բայց միևնույն ժամանակ մենք պիտի այս հարցին նայենք այլ դիտանկյունից նույնպես, այն է դրա հնարավորության, այսինքն արդյոք զինված ուժերը, պաշտպանության նախարարությունը կարող է իրեն թույլ տալ տարածել բոլորի վրա։ Մենք այս բարեփոխումը անում ենք գլխավոր շտաբի կողմից տրվող համաձայնության կամ հաշվարկների հիման վրա եւ եկել ենք այն եզրակացության, որ դա հնարավոր է իրագործել միայն 2026 թվականի հունվարից հետո։ Այսինքն սա նրա համար չէ, որ մենք չենք ուզում, որ ավելի շատ քանակով երիտասարդներ օգտվեն այս ծրագրից, այն պատճառով չէ, որ մենք չենք ուզում, որ մեր մայրիկները, ծնողները, հարազատները ուրախանան այս նոր օրենքից եւ ավելի շուտ իրենց զավակներին իրենց տանը տեսնեն։ Սա պայմանավորված է նրանով, որ հնարավորությունը ստեղծվում է միայն հունվարից հետո։ Եվ խնդրում եմ այս հարցին ուղղակի մոտենալ ըմբռնումով եւ սա չդարձնել այլ քննարկման հարց, այլ դրական նոտայով, որովհետև սա տարածվելու է այլևս բոլոր զորակոչվող երիտասարդների վրա, այդ թվում նաև ձեր երկրորդ զավակի, ինչի համար ես շատ ուրախ եմ եւ շնորհավորում եմ ձեզ։ Ես ավելացնեմ, որ սա սպասված բարեփոխում էր, որի հնարավորությունը մենք չենք ունեցել։ Այդ հնարավորությունը ստեղծվեց հիմա, այն հեռանկարի հույսով, որ մենք պետք է կառուցենք խաղաղություն։ Բայց դրա հետ մեկտեղ նաև սա հարցի բովանդակությունից մեր ժողովրդի սպասումների մասին է խոսում։ Պարոն նախարար, սպասումները շատ էական են, որովհետև դուք նշեցիք նաև պրոֆեսիոնալ բանակ ունենալու հնարավորության մասին, որովհետև եթե գնում ենք դեպի պրոֆեսիոնալ բանակ, դա նշանակում է, որ կրճատումը, որ շահարկվում է հիմա, որ կրճատվում է, բա ով պետք է ծառայի դիրքերում, այդ խնդիրը լուծվում է լրիվ այլ փիլիսոփայությամբ, անվտանգային այլ ծրագրերի միջոցով, որը նախատեսված է կառավարության ծրագրի մեջ, որը մենք անշեղորեն պետք է դարձնենք իրականություն։ Ազգային ժողովի պաշտպանության անվտանգության հարցերի հանձնաժողովում այս հարցը մանրամասն լինելու է քննարկման առարկա, կտեսնեք թե ինչ հիմնավորումներ ունի, ինչ հաշվարկներ ունի պաշտպանական գերատեսչությունը, իսկ այդ հաշվարկները անտեսել պարզապես ոչ թե չի կարելի, այլ այսօր գտնված է օպտիմալ ժամանակահատվածը, իհարկե կլինեն դժգոհություններ, որ այսօր ծառայության մեջ ընկնողների վրա չի տարածելու, բայց ապագայի վրա ինք ունենալու հսկայական ազդեցություն, եւ դա մեզ տանելու անշեղորեն այն նպատակին, որը նշեց պաշտպանության նախարարը։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, հարգելի պարոն Պապիկյան։ Ես Սպարտակ Սամվելի Քարյանս ապրում եմ Վանաձորում։ Ծնվել մեծացել եմ Երևանում, ծառայել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ժամկետային ծառայությունս, վերջացնել նույնպես անցել եմ պայմանագրային ծառայության, 16 թվականից ծառայել եմ մինչև պատերազմի ավարտը։ Իմ ուղերձնա ձեզ խնդրում եմ ուշադրություն դարձնել մեր հայոց սահմանների, մեր զինվորների բնակվելու վայրերի մասին, Նաշնոյ Վիդենյանների մասին, որտեղ որ կան, չեն աշխատում, քնելու տեղերը, մինչև այսօր դիրքեր ունենք, որ մարդիկ ապրում են վրանների մեջ, անձրևների տակ, թաց, մենք զինվոր ունենք վերջապես, մեր զինվորները հրաժարվում են ծառայելու նման պայմանների պատճառով։ Ես պատերազմի մասնակից եմ եղել, անապահով ընտանիք եմ, ունեմ 4 անչափահաս երեխաներ, վարչապետին դիմում եմ ներկայացրել նամակս ուղարկելա ձեզ, դուք ինձ պատասխան եք ուղարկել, որ կներեք չենք կարող ձեզ օգնել։ Ես բնակարանի խնդիր ունեմ, ապրում եմ Վարձով։ Ձեռքիս մատները կտրված են, 3-րդ մատս չի աշխատում։ Ես չեմ կարողանում աշխատել, ինձ պետական ոչ մի աշխատանք չեն տրամադրում։
ուղերձ ձեզ խնդրում եմ բոլոր ուշադրություն դարձնել մեր դիրքերին, որ մեր զինվորները կարողանան ծառայել, կարողանան քնել փափուկ մադրասին, ոչ թե քարերի վրա, թաց։ Մի խոսքով խնդրանք սա ձեզ, որ ուշադրություն դարձնեք դիրքերի վրա եւ զինվորի աշխատավարձների պահով։ Բարեկները ստանում են բազմաթիվ գումարներ, իսկ Սահմանի Գյուլի Բերյանի տղերքը քիչ։ Շնորհակալ եմ, պարոն Քարյան, հարցի համար։ Պաշտպանության նախարարը ֆինանսական օգնություն կարող է ցույց տալ մի պարագայում, երբ կան դրա համար բավարար հիմքեր, իսկ եթե այդ հիմքերը չկան, ես պարզապես դա չեմ կարող անել։ Հաշվի առնելով ձեր նշած ձեր սոցիալական ծանր վիճակը, ես հանձնարարել եմ գործընկերներին կապի դուրս գալ ձեզ հետ, հասկանալու համար նախ ձեր զորացրման պատճառները, հաշվի առնելով նաև, որ դուք ունեք ձեռքի խնդիր, ենթադրում եմ դուք հիմա նաև հաշմանդամության կարգ ունեք, իհարկե զինծառայության ներգրավել այսօր օրենքը թույլ չի տա եւ ես չեմ կարող ձեզ նման առաջարկ անել, բայց մենք այսօր ունենք հնարավորություն ձեր նման քաղաքացիների համար, ովքեր ունեն զինվորական որոշակի գիտելիքներ եւ պատկերացում ծառայության մասին, ներգրավելու օրինակ զինկոմիսարիատներում աշխատանքի եւ մեր գործընկերները ձեզ հետ կապի դուրս կգան ու փորձենք ձեզ առաջարկ անել, որը ձեզ թույլ կտա լուծել ձեր սոցիալական խնդիրները եւ փոխել ձեր կյանքի որակը, ինչը ես շատ կուզենամ, որպեսզի այդպես տեղի ունենա։ Շնորհակալ եմ։ Մենք էլ կփորձենք պարոն Քարյանին օգնել, բազմաթիվ վիրավոր տղաներ ունենք, որոնք աշխատում են ռազմաարդյունաբերության ոլորտում, իսկ իրանց համար գտել ենք համապատասխան աշխատանք եւ այդ տղաները աշխատում են, ուստի մենք էլ կփորձենք այդ հարցով աջակցել, հասկանալ ինչով կարող ենք օգնել։ Այստեղ մի բան ընդհանրապես պիտի հավելեմ, որ լուծումը աշխատանքն է։ Լուծումը կրկին վերաինտեգրվելու հասարակությանը եւ գտնելու ձեզ նոր կարգավիճակում, նոր հնարավորությամբ, ինչը հնարավոր է, ես տեսնում եմ, բացի այն խնդիրը, որ դուք ունեք, ֆիզիկապես առողջ եք ու կարող եք այլ տեղերում ձեզ դրսևորել, մենք ձեզ դրսևորվելու հնարավորություն կընձեռենք։ Իսկ ձեր հարցի երկրորդ մասին անդրադառնալով ես պիտի նշեմ, որ նախ այն պնդումը, որ բարեկները ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան սահմանում կանգնող զինծառայողները, սա իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Նախ բարեկը իր աշխատանքն է կատարում, որը պիտի գնահատվի, ու շատ լավ է, որ նրանք ստանում են բարձր աշխատավարձ, բայց ատեստավորման համակարգի ներդրումից հետո այսօր բանակում ծառայող շատ պայմանագրայիններ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, եթե ոչ կրկնակի անգամ երբեմն ավելի աշխատավարձ, ինչը հնարավորություն է եւ ես կարծում եմ, որ այս հնարավորությունից օգտվում են բոլոր պատրաստված եւ պաշտպանունակ կարողություններով մեր զինվորականները։ Պայմանների մասին ձեր նկարագրած սրանք իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Այսօր իրականության հետ ոչ մի կապ չունեն, գուցե գործընկերը խոսում է պատերազմական իրավիճակում օբյեկտիվ պայմանների մասին, ես որևէ կերպ չեմ կարող հաստատել կամ հերքել դա, որովհետև չգիտեմ ինչ է նկարագրում, բայց այն որ այսօր մենք սահմանում չունենք այնպիսի բանակային դիրքեր, որտեղ նկարագրվածը աղերս ունենա իրականության հետ, ես ընդհանրապես ուզում եմ ասել, որ այսօր շատ ավելի լավ ու բավարար պայմաններում են գտնվում մեր բանակային դիրքերը եւ ինչ որ առիթով մենք գուցե հնարավորություն կունենանք դրանով կիսվելու նաեւ մեր գործընկերների հետ, մեր քաղաքացիների հետ, հասարակության հետաքրքրված հատվածի հետ։ Շնորհակալ եմ։ Ավել եմ նախարարի ասացին, որ պատերազմից հետո, երբ որ մենք դիրքային կահավորումների խնդրի հետ առնչվում ենք եւ ազգային ժողովն էլ մասնակից էր լինում այդ գործընթացներին եւ առաջի այդպիսի շարժը երկրորդ կորպուսով երբ որ շարժվեցինք դեպի Ջերմուկ եւ հետ վերադարձանք այնտեղ այդ նկարագրությունը ինչ որ նկարագրվեց ես ենթադրում եմ նախկինում թե ինչ պատկեր էր եւ այսօրվա պատկերը դրանք 180 աշինով իրադից տարբերվում են այն առումով որ միայն կահավորման խնդիրը չի, նաև ծառայության որակի հետ կապված խնդիրներն են լուծված, սննդի հետ կապված խնդիրներն են լուծված, կլինեն տեղեր, որ գուցե լուծված չեն, եւ եթե ավելի թիրախային հստակ կոորդինատներով ասեր
հարց տվողը թե կոնկրետ որ դիրքի մասին է խոսքը, ես կարծում եմ, որ եւ նախարարը իր կողմից ղեկավարող կառույցների քանզները մի անգամ եւս ստուգեին, եւ մենք որպես ազգային ժողով, ոլորտային հանձնաժողով մենք ինքներս բարբերաբար լինում ենք ցանկացած դիրքում եւ արձագանքում ենք նման խնդիրներին եւ նախարարության հետ գտնում ենք տարբերակներ դրանց լուծումները գտնելու համար։ Կարծում եմ, որ եթե նույնիսկ դա իրականություն է, եթե հասցեատիրոջը մեզ նշեն, կարծում եմ վաղը արդեն այդ խնդիրը ենթադրում եմ լուծված կլինի, որը կարծում եմ գոյություն չունի, որտեղ այդ պատկերը վաղուց հաղթարված է։ Պարոն Քոչարյան, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման նկարագրով բանակային դիրքեր այսօր գոյություն չունեն։ Շատ լավ, հավելեմ նաև, որ պարբերաբար կազմակերպվում են հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների այս կամ այն ձևաչափով այցերը բանակային դիրքեր եւ նման արձանագրումներ վերջին շրջանում չեն եղել։ Շնորհակալություն, խնդրեմ հաջորդ հարցը։ Հարգելի Պաշտպանության նախարար, պարոն Պապիկյան, ես Հրայր Հակոբյանն եմ, սովորում եմ ԵՊՀ ֆիզիկա ինստիտուտի օպտիկա մագիստրոսական ծրագրում։ Իմ եղբայրը ծառայության է անցել 2025 թվականի ամառային զորակոչին, եւ որպես ընտանիք մտահոգված ենք մի կարևոր հարցով, որը վերաբերվում է հենց այս զորակոչին։ Շատ ողջունելի է ՀՀ զինված ուժերում ձեր կողմից իրականացվող ռազմավարությունը, հատկապես ծառայության ժամկետի կրճատումը 2 տարվանից 1.5 տարվա, որը վերաբերվում է 2025 թվականի ձմեռային զորակոչից։ Սա իսկապես կարևոր եւ դրական քայլ է։ Միևնույն ժամանակ այստեղ առաջանում է մի արդարացի հարց. ինչպիսի մոտեցում է նախատեսում 2025 թվականի ամառային զորակոչի զինծառայողների համար, հատկապես նրանց, ովքեր փաստացի նույն տարում են զորակոչվել, սակայն չեն ստանալու այն առավելությունները, որոնք նախատեսում են ձմեռային զորակոչվածների համար։ Ուզում եմ պարզաբանում ստանալ հետևյալ կարևոր հարցի շուրջ. դիտարկվում են արդյոք որևէ խրախուսումներ, արտոնություններ կամ կարգավորումներ 2025 թվականի ամառային զորակոչի զինծառայողների համար, որպեսզի չառաջանա անարդարության զգացում նրանց եւ հաջորդ զորակոչվածների միջև։ Կարևոր է, որ այս հարցը հստակ պարզաբանվի եւ հնարավորության դեպքում համապատասխան լուծում մշակվի զորակոչից առաջ, որպեսզի զինծառայողներն ու նրանց ընտանիքները հասկանան մոտեցումը եւ վստահ լինեն, որ պետական քաղաքականությունը համահունչ է արդարության սկզբունքին։ Շնորհակալություն ուշադրության համար։ Հրայր Հակոբյան։ Շնորհակալ եմ, քանի որ այս հարցի մի մասին արդեն անդրադարձ կատարել եմ, եւս մի անգամ ուզում եմ նշել, որ Պաշտպանության նախարարությունը այս փոփոխությունը սկսել է, որովհետեւ դա մաս է կազմել մեր կառավարության ծրագրի առաջին հերթին, բայց նաև այս տարիների ընթացքում մենք պիտի ունենայինք դրա համար բավարար պայմաններ։ Եվ այդ բավարար պայմանները ստեղծվում են 2026 թվականի հունվարից հետո, այսինքն, որպեսզի դա չհասնի բանակի թվակազմի վրա, որպեսզի դա չանդրադառնա սահմանում ծառայող զինծառայողների ծանրաբեռնվածության վրա։ Մենք դրա հիմքում ունենք հաշվարկներ եւ այս հաշվարկների բերումով է, որ մենք որոշմանը հանգել ենք հենց հիմա եւ ոչ երեկ։ Ինչ վերաբերում է այսօր ծառայողների համար բարելավող հարցերին ու նորմերին, մենք արդեն իսկ ունենք որոշակի փոփոխություններ, օրինակ շատ կարևոր փոփոխություն եմ համարում արձակուրդների տրամադրության թե պարբերականության փոփոխությունը եւ թե ժամկետների փոփոխությունը, որովհետեւ եթե նախկինում զինծառայողը հնարավորություն էր ունենում 10, որոշ դեպքերում 15 օրով արձակուրդ ստանալու ծառայության ընթացքում, մենք հիմա այդ թվականակը դարձրել ենք 21 թիկունքային զորամասերում ծառայող զինծառայողների համար եւ 30 օր սահմանային զորամասերում ծառայող զինծառայողների համար, իսկ պարբերականությունը յուրաքանչյուր 6 ամիսը 1 նրանք կարող են գնալ արձակուրդ, իհարկե ժամկետը կոնկրետ կես տարվա ընթացքում կորոշի զորամասի հրամանատարը եւ կորպուսի հրամանատարությունը կախված ծառայության բնույթից եւ հնարավորություններից, բայց այն, որ յուրաքանչյուր զինծառայողի հասանելի 21 եւ 30 օրը 3 անգամյա պարբերականությամբ կարող է տրամադրվել ու պիտի տրամադրվի, սա արդեն օրենքով է սահմանված եւ եւս մի հավելում, սրանք այսպես ասած բազային արձակուրդի մասին ենք խոսում, որովհետեւ կա հնարավորություն նաեւ լավ ծառայության կոչում ստանալու բերումով, սերժանտական կոչում ստանալու բերումով ավելի երկար արձակուրդ ստանալու հնարավորություն, կարծում եմ սա նույնպես շատ կարևոր է եւ հնարավորություն է, որը ինչ որ կերպ ձեր մտահոգությունը կկոմպենսացնի։ Շնորհակալ եմ։ Երկրորդ բլոկը լավ ծառայության դիմաց խրախուսումը շատ ավելի գրավիչ է։ Վերջերս առաջարկ կար
ծխելը թարգելու դիմաց նաև խրախուսում տալ պարոն նախարար։ Դա էլ շատ հետաքրքիր առաջարկ կարող լինի եւ կարող է օգտակար լինի, չգիտեմ, ծխելը բանակից դուրս մղելու տեսանկյունից, բայց որ խրախուսման հետ կապված նաև ծառայողը կարող է ստանալ նմանատիպ խրախուսում, դա շատ կարևոր է, նաև կարևոր են օրենքով նախատեսված ձևաչափերը, որովհետև այդ ձևաչափերը չեն աշխատի, եթե խախտումներ լինեն, ես այդպես եմ հասկացել։ Այսինքն ինքը նաև օրենքով նախատեսված արձակուրդները պետք է տրվի մարդկանց, որոնք խախտում չեն ունեցել տվյալ ժամանակահատվածի համար, իսկ ընթացքի համար մնացած խրախուսման համակարգը շատ էական ազդեցություն կարա թողի ծառայության որակի վրա։ Շնորհակալ եմ։ Ես մի բարելավված նորմի մասին եմ ուզում խոսել, նախկինում երթման արարողությունից հետո զինծառայողին տրամադրվում էր ժամեր ծնողների հետ հանդիպման եւ որպես կանոն տեղի էր ունենում մի բան, որը տարիներ շարունակ մշտապես դեռ պաշտպանության նախարարություններով իմ աչքի առաջ էր, այսպես ասած, մեքենաների վրա տարբեր տեղերում ճանապարհեզրին զորամասին մոտ ծնողները նստած երեխաների հետ փորձում էին իրենց երեխաներին հյուրասիրել եւ այլն։ Մենք սա հասկանալով եւ հիշելով նաեւ որոշել ենք, որ մի կարևոր փոփոխություն պիտի անենք, այն է երթման արարողությունից հետո տրամադրվում է երկօրյա ազատ արձակում եւ զինվորները հնարավորություն ունեն գնալ տուն իրենց տանը, իրենց ծնողների, իրենց հարազատների, բարեկամների հետ նշել պաշտոնապես զինվոր դառնալու հանգամանքը եւ վերադառնալ Հավոր պատշաճին զորամաս։ Շնորհակալ եմ։ Հարգելի պարոն Պապիկյան, ես Գագիկ Ստեփանյանն եմ, զինվորի պապիկ։ Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել մեր կառավարությանը այդ կարևոր որոշման համար, որով ձմեռային զորակոչից զինվորական ծառայության ժամկետը կրճատվելու է 6 ամսով։ Դա իրոք ճիշտ, խելամիտ, ժամանակին ընդունված որոշում է, քանի որ այսօր առավել քան երբևէ կարևոր է ունենալ որակապես նոր ու ուժեղ բանակ։ Սակայն որպես զինվորի պապիկ ուզում եմ իմ մտահոգությունը հայտնել մի հարցի շուրջ։ Արդյոք արդար է, որ այս որոշումը տարածվում է միայն նոր զորակոչվողների վրա։ Մեր որդիները արդեն իսկ ծառայում են հայրենիքի նույն նվիրումով ու սիրով, իսկ մեր ընտանիքներն էլ նույն հավատքով են լցված մեր կառավարության նկատմամբ։ Մեր հարգարժան վարչապետը հաճախ է նշում, որ մեր 4-րդ հանրապետության հիմքում մեր մայրիկներն են ու մեր տատիկներն են։ Ուստի խնդրում եմ պարզաբանել եւ պատասխանել հետեւյալ հարցին. հնարավոր չէ արդյոք ստեղծել այնպիսի վերանայել այդ որոշման կիրառման շրջանակը եւ ստեղծել այնպիսի պայմաններ, որ որոշումը տարածվի ոչ միայն նոր զորակոչվող զինվորների, այլ արդեն իսկ ծառայության մեջ գտնվող զինվորների վրա նույնպես։ Շնորհակալություն։ Ըստ էության ես այս հարցին մի քանի անգամ արդեն անդրադարձել եւ պատասխանել եմ, ուզում եմ ասել, ես շատ կուզենա, որ բոլոր տատիկները, պապիկները, ծնողները բոլորը կարողանան ուրախանալ ու վայելել իրենց զինվորի շուտ տուն վերադարձը, բայց ինչպես նշեցի, դա հնարավոր է իրականացնել միայն 2026 թվականի հունվարից հետո օբյեկտիվ պատճառներով, հիմքում ունենալով հաշվարկներ եւ բնականաբար որքան էլ որ իմ ցանկությունը մեծ լինի ձեր խնդրանքը բավարարելու, դա ֆիզիկապես հնարավոր չէ եւ ես պիտի ներողություն խնդրեմ դրա համար, բայց միևնույն ժամանակ ուզում եմ նաեւ շնորհավորել բոլոր այն նորակոչիկներին, զորակոչիկներին, ովքեր առաջիկայում պիտի հնարավորություն ունեն ծառայելու իրենց հայրենիքին արդեն կրճատված ժամկետով 1.5 տարով։ Շնորհակալ եմ։ Որպեսզի բարեփոխումը իրականություն դառնա, պետք է չվնասի ծառայության որակի վրա։ Թվաբանությունը շատ հստակ է եւ որպեսզի սա իրականություն դառնա, պետք է ինչ-որ մի մասել գիտակցումով մոտենան հաջորդիվ զորակոչվածները, որպեսզի ունենան այս հնարավորությունը, պետք է ծառայության մեջ գտնվողները մեմբրնումով մոտենան այս բարեփոխման տվյալ փուլում իրականություն դառնալու խնդրին։ Կարծում եմ, պարոն նախարար, հարցերից պարզ երևում է, որ դա շատ կարևոր է, բայց բոլորը ուզում են, որպեսզի միանգամից բոլորի վրա տարածվի։ Միանգամից չի լինի, դա նշանակում է երկրի անվտանգությանը վնասել, իսկ նշանակում է ընդհանրապես որևէ բարեփոխման մասին չխոսել։ Այնպես որ
թվաբանությունը արված է այնպես, որ պահը ընտրված է ճիշտ ժամանակին, ճիշտ ընթացակարգով։ Թվաբանությունն էլ արվել է գլխավոր շտաբի կողմից։ Շնորհակալություն։ Այստեղ մի բան էլ կարելի է ֆիքսել, որ պարոն Պապիկյանը նաև ելույթում ասեց, արդեն Պաշտպանության նախարարությունը գնացել է ընդառաջ եւ այս օրենքը մենք հետինուժ ենք տվել, այսինքն ամառվա զորակոչի տեղը արդեն զմերային զորակոչից դա արդեն այս օրենքը կիրառվելու է։ Շնորհակալություն, խնդրեմ հաջորդ հարցը։ Բարև ձեզ, պարոն նախարար, ես Մկրտչյան Արմենն եմ, հարցս հետևյալն է։ Տեղեկացա, որ հունվար ամսից զինծառայության ժամկետը լինելու է 1.5 տարի։ Խնդրում եմ նշեք դրանցից կես կամ 1 տարի առաջ բանակ գնացածների համար ինչ առավելություններ եք նախատեսում եւ շատ է խոսվում, որ զինծառայողների բաց է լինելու, դրան ինչ լուծում եք տալու։ Շնորհակալ եմ հարցի համար, ես կանդրադառնամ հարցի երկրորդ կտորին, որովհետև ըստ էության ամբողջությամբ պարզաբանված է խնդիրը, հաշվի առնելով, որ նախորդ 4 հարցերը ըստ էության դրա մասին էին։ Արդյոք դա ազդելու է թվաքանակի վրա, այո, շատ է հիմա դրա մասին խոսակցությունը, շահարկումները շատ են, բայց ես առիթ եմ ունեցել թե ազգային ժողովի ամբիոնից եւ թե նաեւ հարցազրույցի ժամանակ վերջերս խոսելու, որ դրա տակ կա հաշվարկ եւ նշել եմ, որ մեզ էապես օգնել է այս որոշումը իրականացնել այն հանգամանքը, որ Պաշտպան հայրենիաց ծրագրով այսօր բազմաթիվ երիտասարդներ, զինծառայողներ որոշում են ընդունել շարունակելու իրենց ծառայությունը արդեն որպես պայմանագրային։ Եվ որպեսզի դինամիկան պատկերացնեք, եթե նախորդ թիվը մենք խոսել ենք 4220 զինծառայողի մասին, ես այսօր արդեն կարող եմ ասել, որ մենք այլևս ունենք 4225 պայմանագրային զինծառայողներ, այսինքն մենք ամենօրյա ռեժիմով, ամենշաբաթյա ռեժիմով ունենում ենք թվաքանակի փոփոխություններ, բարելավում եւ շատ երիտասարդներ որոշում են ընդունում շարունակել իրենց ծառայությունը եւ դառնալ զինված ուժերի պայմանագրային պրոֆեսիոնալ զինվորներ։ Սա է մեզ թույլ տվել, որ մենք վերջապես այս որոշումը ընդունենք եւ հնարավորություն տանք մեր երիտասարդներին 6 ամիս ավելի վաղ վերադառնալ իրենց տուն եւ մյուսներին էլ հնարավորություն ենք տվել բարձր աշխատավարձի դիմաց եւ նաեւ սոցիալական որոշակի երաշխիքների դիմաց համալրելու մեր շարքերը որպես պայմանագրային զինծառայողներ։ Շնորհակալ եմ։ Ես ավելացնում, որ Պաշտպան հայրենիաց ծրագիրը, երբ որ դրվում էր, դեռ այն ժամանակ չէր խոսում բանակի գրավության այդ պահին մակարդակի մասին։ Պաշտպան հայրենիաց ծրագիրը տալիս է որակյալ կրթություն եւ հնարավորություն։ Եվ բանակի գրավությունը, երբ որ գնալով կբարձրանա, ծրագրերի որակն էլ ըստ էության տեսանելի կլինի յուրաքանչյուրին։ Հարցերի մի զգալի մասը բանալին գտնվում է այդ ծրագրի մեջ, Պաշտպան հայրենիաց ծրագրի մեջ։ Ընտանիքի ծնողի համար շատ կարևոր է, որ իր երեխան ստանա որակյալ կրթություն, լինի հարգված մարդ, կրի ուսադիրներ, զինվորական եւ ինքը մասնակից լինի այն ամենին, որը որ դարձնելու է մեր երկրի անվտանգ։ Այդ մտահոգությունները, թե նախկինների վրա ոնց պետք է լինի ծառայության մեջ գտնվողներին, ինչպես կարող են նրանք օգտվել նման ծրագրի, ծրագիրը երկու մաս ունի։ Հունվարի 1-ից սկսվի ծրագրի արդեն օրենքով նախատեսված փուլը, իսկ դրանից առաջ Պաշտպան հայրենիաց ծրագրով 4225, դա կլինի հետո 5000, հետո 6000, եւ մի օր կտեսնենք, որ ծնվեց պրոֆեսիոնալ են բանակը, որը ժամանակակից տեխնիկայի վրա կանգնած է ժամանակակից գիտելիքներով ծառայությունը իրականացնող մեր զինվորականները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցերն ավարտվեցին։ Պարոն նախարար, պարոն Քոչարյան, պարոն Մերաբյան, եթե ունեք եզրափակիչ խոսք ուղղելու մեր քաղաքացիներին, խնդրեմ։ Ես մի հարցի կուզեմ անդրադառնալ, նախաբանում չխոսեցի դրա մասին, խոսքը վերաբերում է մի ծրագրի, որը թույլ է տալիս իգական սեռի մեր քաղաքացիներին կամավոր ժամկետային զինծառայության անցնել։ Սա ենթադրում է, որ 18-ից 27 տարեկան աղջիկները կարող են ծառայության անցնել 6 ամիս ժամկետով եւ դրանից հետո ստանալ 1 միլիոն դրամ պատվովճար, որը նրանց հնարավորություն կտա նախ ծանոթանալ մեր բանակին, կոփվել, միևնույն ժամանակ նաև վաստակել։ Ու քանի որ շատ են այնպիսի քաղաքացիներ, ովքեր երազում են բանակում ծառայելու մասին, երազում էին այդ հնարավորության մասին, մենք իհարկե այդ որոշումը ընդունել ենք լսելով նրանց եւ հիմա ակնկալում ենք, որ յուրաքանչյուր զորակոչի ընթացքում ձեր թվաքանակը, սիրելի աղջիկներ,
կշարունակի ավելանալ եւ դուք կդառնաք մեր հայրենիքի պաշտպանները։ Շնորհակալ եմ։ Ասա պարոն Նախարար, մի քանի օր առաջ Դիլիջանում մեր միջազգային գործընկերների հետ հարցերը քննարկում ենք բանակի բարեփոխումների աղջիկների ծառայության հնարավորության մասին եղավ այդպիսի քննարկում եւ ես հիշեցրեցի, որ զինված ուժերը ստեղծել է համալսարան կառույցը, բայց համալրվածության տեսանկյունից ցանկալի կլինի, որպեսզի նա գոնե այսօր մենք վստահաբար ասենք համալրված է։ Իհարկե, տարվա գույները եթե նայում եք, զինվորական գույները շատ գրավչության մեծ աստիճան ունեն, բոլորը տղա թե աղջիկ ուզում են այդ համազգեստները կրեն, բայց համազգեստ կրել նշանակում է լինել նաև ծառայության մեջ։ Այստեղ պետք է այդ գրավչության մասին խոսել, միայն նյութականը չի, բայց որ աղջիկների ներկայությունը բանակում շատ կարևորված կլինի ոչ միայն օժանդակ ծառայություններում, այլ բուն ծառայության մեջ, որտեղ բանակում կան ծառայություններ, որտեղ աղջիկները ավելի նպաստավոր է, որ իրենք այդ ծառայությունը անցնեն, օրինակ դիպուկահարների։ Դիպուկահարներ, ատեսեն ճիշտ է, բայց դիպուկահարների առումով գոնե կինոների շատերը տեսել են, որ լավագույն դիպուկահարները դրանք իքական սեռի ներկայություններ, դա կապված է ֆիզիկական, ֆիզիոլոգիական խնդիրների հետ, որ իրենց մոտ շնչառությունը կամ հավասան սպառազինությունը ճիշտ կարողելու տեսանկյունից իրենք շատ դիպուկ են կրակում։ Կարող կյանքում են դիպուկ կրակում, բայց լավա որ այդ ստորաբաժանման մեջ մենք տեսնենք նաև աղջիկներին, որը բանակի համար կարևոր է նրանով, որ միշտ տղաները պետք է զուսպ լինեն, երբ որ իքական սեռի ներկայությունները ներկայ են զինված ուժերի ծառայության ընթացքում։ Շնորհակալություն։ Ես անկեղծ ասած սպասում եմ, որ մեր հայրենակիցները հարց կտային ռազմաարդյունաբերության հետ կապված, սակայն չկա, բայց ես կուզեմ երկու բառով ասել, թե ինչ է ընդհանուր առմամբ այսօրվա վիճակը մեր ռազմաարդյունաբերության, բազմաթիվ անգամ խոսացել ենք, որ 2023 թվականին կառավարության որոշումով մոտ 171 միլիարդ դրամ տրամադրվեց ռազմաարդյունաբերության ոլորտին ու դա շարժեց մեր ռազմաարդյունաբերությունը տեղից եւ այսօր մենք ունենք զարգացող ռազմաարդյունաբերություն։ Այստեղ ամենակարևորն այն է, որ արդեն մեր ռազմաարդյունաբերողները եւ պաշտպանության նախարարության ստորաբաժանումները սկսել են սերտ իրար հետ համագործակցել եւ նաեւ կրթական աշխատանքներ են տարվում մեր ռազմաարդյունաբերողների կողմից իրենց արտադրանքի կիրառման, նաեւ սպասարկման մասով ու այդ շփման շնորհիվ նաեւ ձևավորում են նոր մտքեր, նոր արտադրատեսակներ եւ նաեւ այստեղ գիտական ամենակարևորագույն ճյուղը գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների նոր գաղափարներ են ծնվում եւ ասեմ ձեզ 18 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունը ունի ուրիշ ռազմաարդյունաբերություն եւ հույսով եմ, որ գնալով մեր ռազմաարդյունաբերությունը կասնի այն մակարդակին, որ Հայաստանի պահանջարկների 50%-ից ավելը մենք կարողանանք մատակարարել, իհարկե դա ապագայում, ինձ թվում է մոտ ապագայում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարգելի քաղաքացիներ, ձեր տեսահարցերը մեզ ուղղելու համար։ Հիշեցնեմ, որ հարցնում է քաղաքացին հաղորդաշարի 7-րդ թողարկման հյուրերը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ նույն հանձնաժողովի անդամ պատգամավոր Արտյոմ Մերաբյանն էին։ Հետևեք կառավարության եւ Ազգային ժողովի պաշտոնական էջերին, որպեսզի մեր հաջորդ թողարկումները ձեզ հասանելի լինեն եւ կարողանան պատասխանել ձեզ ուզող բոլոր հարցերին։ Շնորհակալություն։